էր տվել ադրբեջանական ապային, նա անդրադարձել էր իհարկե իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին, շեշտելով, որ Իսրայելը ժամանակին նշանակալի զիջումների է գնացել այդ թվում տարածքային, հիշատակել է Օսլոյի համաձայնագիրը, Պաղեստինի ինքնավարության ստեղծումը եւ այլն, սա չի կարեւորը։ Նա բայց ինչ է խոսում Պաղեստինի հետ հնարավոր խաղաղության մասին, երբ որ խոսք է գնում, նա պահանջներ է դնում եւ ասում է խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ, չի կարելի խաղաղություն կառուցել, երբ քեզ ատում են, երբ ինչ-որ մեկը բացահայտ ասում է, ես ուզում եմ քեզ ոչնչացնել, դուք կոկորդիլոսին չեք փորձել, չէ, կերակրել, որը ցանկանում է ձեզ ուտել։ Ես մեջ բերում եմ Իսրայելի արտգործնախարարի հարցազրույցը ադրբեջանական ապագործակալությանը տված, որը նա արել է Բաքվում գտնվելու ժամանակ։ Հիմա տեսեք, այստեղ մի կողմ ենք թողում իրենց վեճը, հա, Պաղեստին, Իսրայել, որն է արդարացի, որը արդարացի չէ, մենք դա չենք քննարկում, բայց ասվում է բաներ, որը մեզ է նաև վերաբերվում։ Թուրքիայի, Ադրբեջանի մտադրությունները Հայաստանի վերաբերյալ փոխվել են, այլևս չեն ուզում մեզ ոչնչացնել, ադրբեջանական մանկապարտեզներում, դպրոցներում հայի նկատմամբ ատելությունը վերացրել են, տեսեք ասում է որևէ թղթի կտոր չի կարող խաղաղությունը ապահովել, չի կարելի խաղաղություն կառուցել, երբ քեզ ատում են։ Ասում է կոկորդիլոսին, որը քեզ ուզում է ուտել, դու չես գնում կերակրում։ Հիմա մեզ է վերաբերվում։ Այս մեր ժողովուրդը ոնց հանկարծ սկսեց հավատալ, որ կարող ասեք, թե ադրբեջանցին փոխվել է, էլ Սաֆարովներ չկան այնտեղ։ Նոր է Ալիևը պաշտոնի բարձրացում տվել, զինվորական կոչում բարձրացրել։ Ոնց է լինում, որ հավատում են, որ կարող է խաղաղություն լինի այս ձևով։ Ի տարբերություն մեզ Իսրայելը պրագմատիկ քաղաքականության պետություն է եւ շատ լավ հասկանում է, կարա մի օրվա մեջ բարեկամություն սկսի, կես ժամվա մեջ էլ թշնամություն։ Այնպես ինչպես օրինակ Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունեին, ընդամենը մի քանի օրվա ընթացքում այդ հարաբերությունները գրեթե կտրվեցին, ընդհանուր միջև տնտեսական մակարդակի կտրվեցին։ Եթե օրինակ 23 թվականին հսկայական Իսրայելի քաղաքացիների, մեծ թվով քաղաքացիներ Թուրքիայի բանում, հա, ծովափերին կամ քաղաքներում զբոսաշրջություն էին գրում, 0 մարդ է, 0։ Նույնը տնտեսական հարաբերությունների, նույնը մնացած բաները, այսինքն կան պետություններ, որոնց համար թիվ 1 տողը իրանց պետության անվտանգությունն է եւ իրանք այնց սենտիմենտալ լիրիկական շեղումների չենթարկվում եւ երկնային բանակների չգիտեմ խաղաղության մասին հեքիաթներին չեն հավատում։ Նրանք հավատում են իրականության, իրական կյանքում ինչ է տեղի ունենում, որն է այդ տեղի ունեցածի նկատմամբ իրանց վերաբերմունքը, ինչքանով են իրանք կարողանում վերահսկել, ինչքանով է իրան շահերից բխում, ինչքանով է հակասում իրան շահերին, որտեղ է իրանց կարմիր գծերը։ Դա պրագմատիկ, այսինքն այն պետությունը, որը ունի անվտանգության խնդրեմ, տրամաբանական է, որ այդպես պետք է ապրի։ Իսրայելը միշտ է ունեցել եւ միշտ ունենալու է անվտանգության խնդրեմ։ Դա այդ երկրում ապրելու բանաձևն է։ Եթե ուզում ես ապրել խաղաղ, միշտ պատրաստ եղիր Փաշինյանը ինչ է հային ատող ու ոչնչացումը հայի ուզող, երազող, որ աշխարհի քարտեզից Հայաստանը վերանա, դրան ձգտող Թուրքիային եւ Ադրբեջան կոկորդիլոսներին կերակրում։ Ինքը հանուն իր իշխանության պատրաստ է ամեն ինչ եւ ինքը ապացուցել է դրան։ Իր իշխանությունը պահելու համար ինքը պատրաստ է ամեն ինչի, խափի իր ժողովրդին, տանի վտանգավոր ճանապարհներով, տանի ռիսկերի միջով, տանի ոչ իրական, այսպես ասած, լուծումներ, որոնք որ որոշակի ժամանակ հետո փլվելու են եւ ուղղվելու են Հայաստանի Հանրապետության դեմ։ Դեմա 22 թվականին, որ հոկտեմբերին ասում էր մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետո Արցախի հարցով իբրև թե զբաղվում էր։ Չէ, ինչ ինքը չգիտեր, որ 23 թվականին ռազմական ագրեսիա լինելու Արցախի դեմ, այդ բարագայում։ Գիտեր, չէ, դա բան չի էլի, տենց որ ասենք ադես մարդը ոնց որ սխալ էր հաշվել։ Չէ, այդ դեպքը չի, որ ասենք սխալ էր հաշվել, այդքան բարդ չէր դա պատկերացնելը։ Հիմա ինչի է տենց անում։ Տենց անում, որ հունիսի 6-ին քվես տանա։ Շատ պարզ է, իր գործողությունները շատ պարզ, այսպես ասած, հաշվարկելի, մեր ժողովրդի ականջին հաճո, մեր ժողովուրդն էլ
Կարելի է մի 5 անգամ խաբել նույն հարցի շուրջ։ Ցավոք։ Մենք դրա համար եմ ասում, մենք որպես հասարակություն սենտիմենտալ, այսպես ասած, բաների իլյուզիաներին հավատացող ականջներով ենք բանանում, ընկալում մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հավատում ենք նրան, ինչին ուզում ենք հավատանք, ոչ թե տեսնում ենք իրականությունը եւ հասկանում ենք դրա բարդ կամ հեշտ լինելը, այլ հավատում ենք այն սուտը կամ ճիշտը, որը որ մեզ ձեռ է տալիս։ Ինչ որ շատ ենք ուզում, մեզ թվում է, թե որ դա անդադ լսեցինք իրականություն է դառնալու։ Հետևաբար Իսրայելը այդպես չի։ Եվ ոչ միայն Իսրայելը, մնացած բոլոր երկրներն էլ, ովքեր որ ունեն բարդ աշխարհագրական դիրք, ովքեր ունեն որ բարդ հարաբերություններ արևանների հետ, իրանք բոլորն էլ այսպես զգոնության բարձր մակարդակով ապրող հասարակություններ են։ Հիմա այս կներեք էլ, այս մենք էլ ենք գնում դրան ազգ բանակի ամբողջ գաղափարախոսությունը, պետության այդ բազմավեկտոր քաղաքականությունը, փոխլրացնող միմյանց մեջ եւի քաղաքականությունը, որը իր մեջ ուներ իհարկե որոշակի ռիսկային գործոններ, բայց ամբողջությամբ ինքը վերահսկելի էր եւ ապահովում էր Հայաստանի բալանսավորված քաղաքականությունը մեր իշխանության բարակայում։ Ասեք եկան ուրիշ իշխանություններ, փորձեցին դա անել, ամբողջությամբ ձախողեցին։ Այսինքն հմտությունները, հիմա նույն բանը, եթե Իսրայելում Նաթանյահուն գնա ուրիշ գործիչ գա նույն քաղաքականությունն անի կձախողի։ Որտեվ անձի դերն էլ շատ կարևոր է, լիդերի դերը պետության շատ կարևոր է, լիդերի հետ են պայմանավորվում, գիտեք, ասենք իմ հետ չեն պայմանավորվում, ձեր հետ չեն պայմանավորվում, լիդերի հետ են պայմանավորվում։ Բայց լիդեր չի ստախոս, իսկ եթե լիդերին չեն վստահում, խոսքը փոխումա չեն վստահում, դա աղետ է, եթե արտաքին դերակատարները չեն վստահում։ Եթե լիդերի ինքնուրույնության վրա կասկածում են, չգիտեն, ասենք ինչ որ մի բան որ ասեն, կարող է 2 ժամ հետո ուրիշին ասի կամ ուրիշ բան դուրս գա։ Հետևաբար այս նրբությունների մեջ, քաղաքական իմաստով նրբությունների մեջ Հայաստանի Հանրապետությանը պետք է այս բոլոր պարամետրերը անվտանգային իմաստով, բոլոր պարամետրերը, սկսած նաև կադրային քաղաքականությունից, դա էլ է շատ կարևոր։ Բոլոր պարամետրերը լինեն բացառապես ծառայող մեկ ընդհանուր նպատակի։ Կադրը երիտասարդ կլինի, թե տարիքով կլինի, հին կլինի, թե նոր կլինի, հանրապետական կլինի, թե, չգիտեմ, այլ քաղաքական ուժից կլինի, էական չի այլևս։ Էականա մի բան է, ամբողջ համակարգը բոլորն իրար հետ միասին ծառայում են մեկ նպատակի, թե էլի հենց աշխատում է մի հատ շարժիչ, որ աղմուկ անում, ծուխ անում եւ ոչ մի օգուտ չի տալիս։ Այնպես ինչպես այսօրվա կառավարությունն է։